Տավուշի մարզում, հաշվի առնելով, որ վերջին շրջանում կրակոցներ կան Սյունիքում, Գեղարքունիքում, չնայած ասում են ոչ թիրախային է անկանոն, Տավուշում նման դեպքեր արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման։ Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում անկանոն կրակոցներ են եղել, որ չուղղորդված որևէ կետի վրա, հիմա հանգիստ վիճակ է, ավելացնելու բան չունեմ։ Իսկ սահմանազատման գործընթացից ինչ նորություններ կա։ Սահմանազատման գործընթացից իմ ունեցած տեղեկատվությամբ որևէ process չկա այս պահին, եւ գտնում եմ, որ ճիշտը հարց ուղղելը սահմանազատման, սահմանագծման Ինչ պատճառով ընթացք չի ստանում, որովհետև կանոնակարգ էր հաստատվել, որ պետք է Տավուշից Ոչ, դա ինձ վերաբերող հարց չի, ուղղեցեք հարցը սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովին։ Այն կետը, որը որ ֆիքսվել է, որտեղից որ պետք է սկսեն, Տավուշի մարզում է որևէ աշխատանք, ոչ մի բան։ Ոչ մի աշխատանք իմ տեղեկատվությամբ չի իրականացվել։ Իսկ իրանցի պատը ինչու ճաքեց։ Գիտեք, այնտեղ հիմնականում գիտեք, այդ process-ները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, որը պարզել իր հետևանքներ ունենալու էր եւ դա չեմ գտնում, որ շատ մեծ աղետ է վերականգնվող։ Թե չէ, որովհետեւ որպես բան էին, ներկայացնում ձեռք բերում, իրանցի պատը, որ ըստ էության Հայաստանի ու Ադրբեջանի բաժանումն էր ու խորհրդանշական էր, այդ խորհրդանշական պատը։ Իրանցի պատը ժողովուրդ ջան 130 մետր, եթե ես չեմ սխալվում, 130 մետր պատը ավելի շատ ժողովրդի պահանջով է եղել եւ ինքը ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել։ Մենք գիտենք այնտեղ խնդիր չկա, աշխատանքները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, այնտեղ հիմնականում լիցքարված մեծ ծավալի հողային աշխատանք է իրականացվել, այդ պատճառով այսօր ունենք դա, որը որ իմ լուծվող հարց է։ Այսինքն փուլ չի գա։ Միանշանակ։ Բարոյացին բնակիչների այն մտահոգությունները կապված սահմանազատման, սահմանագծման աշխատանքների, որ առաջին Համենայն դեպս դուք ինքներդ դրականատեսն եք, որ որևէ process չկա 2024 թվականին սկսված սահմանազատման process-ի սկզբից իհարկե կար որոշակի անհանգստություն, որը նաև ուղղորդված էր մեր որոշակի քաղաքական շրջանակների կողմից, բայց այս պահին որևէ անհանգստություն չկա, ես շաբաթ օրն եմ եղել անձամբ Կիրանցում, ես հաճախ այցելում եմ, ժողովրդի մոտ անհանգստություն չկա։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով հարցեր։ Իշխանությունները գիտեն, չեն կարող բնականաբար չանդրադառնալ եկեղեցի իշխանություն հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը մտադիր է, այսպես ասած, հեռացնել կաթողիկոսին, ինչպես ինքն ասում, ազատել Բեհարանը ու այդ նպատակով հոգևոր խորհուրդ է ձևավորել, այդ ձեր տեսակետով։ Ինձ թվում է հենց ձեր հարցադրումը սխալ է, որովհետև դա եկեղեցու դեմ չի ուղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Վեհափարի դեմ է ուղղված։ Վեհափարի դեմ չի ուղղված, ուղղված է այն մարդու դեմ, որը որ խախտել է կուսակրոնության այդ գրածը։ Եկեղեցու դեմ է, ու բառամթերքն իր, ինչպես է եկեղեցու հոգևորականների մասին խոսում։ Ժողովուրդ ջան, այդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալի ամեն ինչում խառնվեն, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չի, դուք ոնց եք կարծում։ Թող այդ եկեղեցականները մտածեն, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը աղոթում եւ մոմավառում այն եկեղեցիներին, որտեղ սպասավոր չկա։ Թող դրա մասին մտածեն։ Այսինքն ողջունում եք Նիկոլ Փաշինյանի սկսած այս Ուրեմն մեր երկրի վարչապետի քաղաքականությանը ամբողջությամբ կողմ եմ 100%-ով։ Այսինքն դուք կարծում եք, որ ինքը այս ամբողջ Ավել հարցերի չեմ պատասխանում։ Այսինքն երբ որ հիմա գրել է, որ կներեք, հիմա որ ասում է մեյլին ուղարկեք, հանձնախումբ ձևավորվի, կարող է դուք էլ համաձայնություն հայտնեք այդ քաստինգին մասնակցել։ Այդ հարցին չեմ պատասխանում։ Խնդրեմ ձեր հարցը։ Ինչու չեք պատասխանում։ Ցանկություն չունեմ։ Պարոն Ղալումյան, Կիրանցում արդյոք բոլոր բնակիչները փոխհատուցում ստացան, թե ոչ, որովհետև կային բնակիչներ, որոնք չէին ցանկանում ստանալ այդ կառավարության կողմից տրվող գումարները։ Ուրեմն դուք գիտեք, որ այդ փոխհատուցման process-ը կառավարության գաղտնի որոշումով է իրականացվել, հավաստիացնում եմ ձեզ, որ 90% ստացել է այդ փոխհատուցումները։ Իսկ այն քիչ տոկոսը ինչով է պայմանավորված։ Քիչ տոկոսի պայմանավորված են նաև որոշակի տեխնիկական խնդիրներ կան, ժառանգության խնդիրներ կան այդ process-ի մեջ։ Այսինքն կստանան իրենք։ Դուք կարծում եք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը իրանցի այդ հատվածը Հայաստանի
Հայաստանի ամենաանվտանգ հատվածն, այսինքն այնտեղ ապրող քաղաքացիները ամենաանվտանգ իրավիճակում միջավայրում են ապրում։ Միանշանակ։ Այսինքն որտեղ իրախում են մոտեն ադրբեջանցիները դա անվտանգության երաշխիք։ Ժողովուրդ ջան, այսօր դուք տեսաք, ասենք աշխարհի մի ծայրից մի ծայրին խփում են, ասենք այդ տարածությունն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Ես չեմ կարծում, որ դուք տենց եք մտածում, ուղղակի հարցա տալիս եք։ Նման բան չկա, ուրեմն ես ձեզ հավաստիացնում եմ, Կիրանց գյուղից ոչ մի մարդ դուրս չի եկել։ Կիրանց գյուղում այսօր 16 միլիոն սահմանամերձ բնակարանության ծրագրով 55 նոր բնակարան է կառուցվում։ Բնակելի տուն։ Միայն Կիրանց։ 55 բնակարան։ Այո։ 55 ճիշտ է։ 55։